Միանշանակ դուք իրավացի եք, Հայաստան դաշինքին առաջարկել վարչապետի թեկնածու, նրանք հրաժարվել են, այո, այս գործընթացը խորհրդարան բերելու համար անհրաժեշտ է 54 ստորագրություն, ինչպես երեկ նաև իր բրիֆինգում ճեպազրույցում ասաց Հանրապետության երրորդ նախագահը, եւ դա հնարավոր է, ես կրկնում եմ, գոնե ինձ որևէ մեկը չասի, որ դա հնարավոր չէ։ Եթե 18 թվականին դա հնարավոր էր, որ մի քանի օրվա մեջ այնպիսի պրեսինգ լինի մեզ վրա, նույն հանրապետականների վրա, որ Նիկոլ Փաշինյանը պրեսինգով, դագաղներով, ազգային ժողովով ընտրվի վարչապետ, այսօր երբ հասարակության 99%-ը մոխկում է այս ռեժիմից, փողոց դուրս եկեք, մարդիկ ընդդիմադիր քաղաքական գործի չեն տեսնում, ասում են մի բան արեք այս արհավիրքից ազատվելու համար, ասել որ իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չի, այդ դեպքում հարց եմ տալի, բա դուք ընչի եք ազգային ժողովում, ինձ պետք չի, որ դուք ազգային ժողովում գնաք, ամեն չորեքշաբթի Նիկոլին հարցեր տակ, այդ հարցերի տեղն էլ գիտենք, Նիկոլի ենթադրյալ բոլոր պատասխաններն էլ գիտենք, որոնք որևէ առնչություն չունեն ձեր հարցերի հետ։ Եթե հնարավոր չի, ուրեմն կանգնեք, ասեք, հնարավոր չի իմպիչմենտը, ձեր մանդատները վայր դրեք, բան չեք պահել ձեր մանդատները, բա դուք խորհրդարան եք եկել, հիշեցնեմ 21 թվականի օգոստոսի 2-ի ձեր հայտարարությունը մեկ օրակարգով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հավատացնում եմ ձեզ, հավատացեք ինձ, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ կամ հայտարարությունների ժամին հերոսական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չի, սահմանադրության մեջ տենց կետ, որ հեսա ես հարց կտամ, նենց մի հատ հարց կտամ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը կուշաթափվի, կմեռնի եւ կհեռանա, չկա, փոխարենը կա հստակ արձանագրված իմպիչմենտի ընթացակարգ, որից խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը հրաժարվում է, այն անվանելով զավեշտ։ Զավեշտը նա է, որ տվյալ իրավիճակում դուք շարունակում եք պահել ձեր մանդատները։